Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել է Հայաստանի երկրորդ նախագահի ավագ որդուն Սեդրակ Քոչարյանին։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է նա կալանքը կրելու։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանն է Սեդրակ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրել։ Ըստ դատավորների վարկանիշավորման կայքի նրա վարկանիշը 0 է։ Դատավորի աշխատանքային կարիերան սկսվել է 2018 թվականին։ Փաշինյանի բացահայտ պահանջի կատարումն են համարում Սեդրակ Քոչարյանի հարազատներն ու աջակիցները նրա կալանավորումը։ Ապօրինի քաղաքական հետապնդում է անվանում հարուցված քրեական գործը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը բացառությամբ կնոջ եւ երեխաների։ Ըստ պահին այսքանն է, դատավորը որոշումը ըստ էության չի տրամադրել, բայց դատելով միայն քննիչի միջնորդությունից, դատելով միջնորդության քննարկման արդյունքներից, մեր հարցերի պատասխանից, որոնց քննիչը տվեց կամ չտվեց, կարելի է արձանագրել մեկ բան, այստեղ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, բոլոր դեպքերում նախ վաղեմության ժամկետները սպառված էին, որոշ դեպքերում մտածածին էին։ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իբր փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Ու ոչ մի նորություն չկա քրեական գործում, որով մեղադրանք է առաջադրվել եղբորը, նկատում է խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը։ 2018 թվից գործ կար հարուցված, էլի անհեթեթ պատճառաբանություններով ու ըստ էության ինչ-որ նոր հանգամանք չկա, ինչ-որ նոր բան չի բացահայտվել։ Անհետեթություն է անվանում Լևոն Քոչարյանը նաև այն պատճառաբանությունը, որով իրավապահները երեկ խուզարկել էին իր բնակարանը։ Իմ տանը ինչ-որ բան էին փնտրում, որը ոչ մի ձև չէր կարող իմ տանը լինել, այսպես ասեմ։ Դա ոչ միայն իրավական առումով էր աբսուրդ, այլ նաև տրամաբանության տեսանկյունից մի խոսքով ես կարգավիճակ չունեմ։ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշմանը հակակոռուպցիոն դատարանի բակում սպասած մարդիկ համոզված են։ Փաշինյանը մանր վրեժխնդրություն է գործի դրել Քոչարյանների ընտանիքի դեմ հանրության ուշադրությունը անվտանգային մարտահրավերներից շեղելու համար։ Այս ամենն արվում է բացառապես առաջիկա զիջումների ֆոնին։ Այսինքն փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ լինի Տիգրան հանձնումը, թե սահմանադրության Ալիևյան սահմանադրության ընդունումը փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնելու եւ նաեւ վախի այնպիսի մթնոլորտ սերմանելու, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ընդդիմադիր հայացք ունեցող այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել։ Նիկոլ Փաշինյանը այս պարագայում կերպարի հաղթող կերպարի է իր կռիվը տալիս։ Այսինքն ինքը Ռոբերտ Քոչարյանը այդ խնդրեմ ունի, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին, իսկ այսօրվա իշխանությունը Ալիևի առած կզած ու չոքած է։ Երեքշաբթի բացի Սեդրակ Քոչարյանից եւս 5 մարդու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի միայն նրա առողջական վիճակի բարելավումից հետո։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։